Գիտեք նաև, որ Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում կրկնապատկվել է, նա ասում է, որ զենք է առել այդ գումարով, հավատում եք, որ նա 8 միլիարդի զենք է առել։ Ճիշտ է, իր օրով, իր գալուց հետո մեր ներքին պարտքը ավելացել է, միլիարդների է հասնում արդեն, եկել են լսել, որ ասել է, որ զենք է առել, բայց չեմ հավատում ես։ Անկեղծ ասած, հավատալ չհավատալու համար պետք է ունենալ որոշակի տեղեկություններ կամ պատկերացումներ, ես այդպիսի տեղեկություն ու պատկերացումներ չունեմ, ուզում եմ հավատալ, բայց չեմ կարող հավատալ մի մարդու, ով նորից անդրադառնամ, այսօր կասի Արցախը Հայաստանի է վերջ, երկրորդ օրը կասի ճանաչում ենք թուրք ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված։ Շատ բարդ է նման տեսակ մարդկանց հավատալը, որովհետև իրականում մենք նաև տեսանք 22 թվին ինչ տեղի ունեցավ եւ 23 թվին ինչ տեղի ունեցավ, իսկ ես ենթադրում եմ, որ 18 թվից երբ եկել է, պարտքը շատացել է եւ ինքը ըստ իր ասածի անընդհատ զենք է առել, հա։ Եթե առել էր եւ անապատակ էր առել, ինչի մասին է խոսքը։ Եթե առել էր, պետք է երևար, չէ՞, այդ կռիվների պահումների ժամանակ չի երևաց, չեմ տեսել։ Ավելի շատ տեսել եմ նախորդ կառավարիչների ժամանակ ձեռք բերված զենքը, քան տեսել եմ նորօրյա զենքեր, տրոններ, չգիտեմ, հատուկ սարքավորումներ եւ այլն եւ այլն։ Հնարավոր առել է, ում դիք օգտագործի, եթե թուրքերի հետ արդեն բարեկամ է, Ադրբեջան, ում է պետք է կռվի, Վրաստանի ու Ռուսաստանի։ Չեմ հավատում։ Ոչ մի զենք, ոչ մի բան։ Այդ բոլոր փողերը կեղծ ճանապարհով է յուրացնում։ Տղյակներ է առել։ Ուդեգանները։ Չեմ հավատալ։ Մեկը քսե առել է, մեկը քսե չի առել, չգիտեմ, ես ոչ մի ինֆորմացիա չունեմ դորից։ Սուդ է։ Եթե զենք է առել է, կրնամ է միլիարդի